Կոստավայի 18 այս հասցեն Ռուսթավի քաղաքի շատ հայերի համար է ցանկալի դառնալու։ Վիրահայոց թեմի առաջնորդի նախաձեռնությամբ առաջին անգամ հայապահպան օջախ ստեղծվեց նաև Վրաստանի այս քաղաքում։ Սիրելի տերնարեք, օրհնյալ լինեք ձեր բարի առաքելությամբ։ Կենտրոնը, որ եւ կրթական է լինելու եւ հոգեվոր ու մշակութային, Նարեկացու անունն է կրում։ Ռուսթավցիների հոգեվոր առաջնորդ Տեր Նարեկը Կիրակի օրերն այստեղ պատարակ կմատուցի։ Ռուսթավին թեև նոր քաղաք է խորհրդային տարիներից, որտեղ մենք չենք ունեցել հայկական եկեղեցի, բայց հեռու չէ այն օրը, որ մեր բոլորի աղոթքներով մենք մի օր ունենանք մեր տաճարը, մեր եկեղեցին եւ մենք հավաքվենք այնտեղ։ Ազգային երգ ու պար, գիր ու գրականություն սովորեցնելու հետ մեկտեղ այստեղ հատուկ անկյունում կկարողանան նաև մոմ վառել։ Այսօրվա դրությամբ մենք ունենք մոտավորապես մի 30 հոգի տարբեր տարիքի, որը մեզ հնարավորություն է տալիս գոնե 2 խումբ ունենալ գրել կարդալու հայոց լեզվի։ Ռուսթավի մոտ 4000 հայ բնակչություն ունենք եւ մեծամասնությունը ցավոք սրտի չունի հայկական կրթություն։ Եվ այս մեր կենտրոնը, վիրահայոց թեմի այս կենտրոնը հուսով ենք, որ կնպաստի հայապահպանությանը։ Կենտրոնից թեմի ամենամեծ սպասումները Ռուսթավի ռուսախոս ծնողների հայ երեխաները խոսեն, կարդան, գրեն հայերեն։ Ռուզաննա Վարդերեսյան, Գիվի Փեյքրիշվիլի, օրակարգ, Ռուսթավի, Երևան։